World Vision Հայաստան կազմակերպությունը ապավեն համայնքներին հասարակական կազմակերպության հետ համատեղ ավարտել է Լոռու մարզի 4 համայնքներում բուժկետերի վերանորոգման աշխատանքները։ Նորաշեն, Սառչապետ, Արցնի և Սարատովկա գյուղերում ամբուլատորիաների վերանորոգումն իրականացվել է աջակցություն շարժական բժշկական խմբերին հնգամյա ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության և World Vision քրիստոնեական միջազգային կազմակերպության կողմից և ներառում է թվով 57 գյուղական համայնք Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում։ World Vision has a commitment to this part of Lorry for the next 10 years. Առաջիկա 10 տարիների ընթացքում World Vision-ը շարունակելու է համագործակցությունը Լոռու մարզի համայնքների հետ։ Մենք ուսումնասիրություններ ենք կատարում գյուղատնտեսության, կրթության և այլ ոլորտներում, որպեսզի հայտնաբերենք առաջնային ամենակարևոր խնդիրները։ The whole across board so that there's well-being as a whole within communities. Ծրագրի շրջանակներում Հայաստանի հեռավոր համայնքների բնակչությանն անվճար բժշկական ծառայություն է մատուցվում։ Ամիսը 2-ից 3 անգամ ծրագրում ընդգրկված համայնքներ շարժական բժշկական խմբեր են այցելում, իսկ վերանորոգված ու հարմար ամբուլատորիաները որակյալ բուժսպասարկման համար կարևոր նախապայման էին։ Նորաշեն և Սարատովկա գյուղերում ամբուլատորիաների 5 տարածքն է վերանորոգվել, իսկ Սառչապետ և Արցնի գյուղերի համայնքային կենտրոններում ամբուլատորիաների համար նոր տարածքներ են վերանորոգվել և կահավորվել։ Ծրագրի շրջանակներում նշված համայնքներում առողջապահական ծառայությունների մակարդակի բարձրացման նպատակով բնակչության համար առողջապահական թեմաներով ուսուցումներ, իսկ բուժկետերի աշխատակիցների համար առաջնային բուժօգնության վերապատրաստման դասընթացներ են կազմակերպվել։ Սկսել ենք աշխատանքը հուլիսի 19-ից շարժական խմբերը արդեն սկսել են այցելել գյուղերը, ընտրված գյուղերը։ Մենք ունենք հիմա 4 շարժական խմբեր, որոնք աշխատում են Լոռիում, 2-ը դրանցից և 2-ը Գեղարքունիքում։ Խմբերը կազմված են մանկաբույժից, թերապևտից, գինեկոլոգից և լաբորատոր բժշկից։ Դասընթացները, բժշկական խմբերի այցելություններն ու ամբուլատորիաների վերանորոգումները ծրագրի առաջին փուլում էին։ Երկրորդ փուլում մեծ է լինելու համայնքի դերը։ Առաջիկայում կստեղծվի առողջապահական հիմնադրամ, որը կկոորդինացնի դեղորայքի շրջանառու ֆոնդը։ Ծրագրի շահառու դառնալու համար համայնքի յուրաքանչյուր ընտանիք եռամսյակը 1-2000 դրամ է մուծելու ֆոնդին։ Փոխարենը անհրաժեշտության դեպքում ամբողջ տարի օգտվելու է անվճար դեղորայքից և բուժսպասարկումից, իսկ սոցիալապես անապահով ընտանիքները մոտավորապես համայնքի բնակչության 10%-ի չափով կսպասարկվեն առանց եռամսյա վճարի։ Վերանորոգման, կահավորման, վերազինման համար ներդրումների միջին արժեքը, ես կարող եմ ասել ծրագրային տեսակետից 22 համայնքի համար Լոռու և Գեղարքունիքի մարզում միջինը մոտավորապես 3-ից 4000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է կատարվում, որը ընդգրկում է վերանորոգումը, կահավորումը, վերազինումը։ Իսկ համայնքի կողմից ներդրումը հիմնականում մենք պահանջում ենք ոչ թե ներդրում կատարել վերանորոգման աշխատանքները փոխհատուցելու համար, այլ իրենց կողմից ստեղծվի այսպես կոչված առողջապահական հիմնադրամը, որը հետագայում պետք է մեր աջակցությամբ զարգանա եւ հոգա իրենց առաջնային առողջապահական կարիքները։ Իսլամ շահառու շատ ուրախ եմ ես բուժկետի համար, որովհետեւ գյուղը կօգտվի դրանից եւ հարմարավետության համար շնորհակալ ենք իհարկե օգնողների համար։ Շնորհակալություն այս ծրագիրը մշակողներին, թող նման բաներ շատ լինեն, իհարկե հիվանդներ չլինեն, հավաքվենք այստեղ, բայց հիվանդ չլինենք։ 2004 թվականի մայիսից մինչ օրս ավելի քան 12600 մարդ Լոռու և Գեղարքունիքի մարզերի թվով 25 գյուղերում օգտվել են այս ծրագրից։ Որպես ծրագրով նախատեսված գործողությունների մի մաս, որն առնչվում է համայնքային առողջապահական կառույցների հզորացմանը, World Vision Հայաստանը ապավեն համայնքներին հասարակական կազմակերպության հետ միասին մեկնարկեց բուժկետերի վերանորոգման գործընթացը Գեղարքունիքի 11 և Լոռու 4 գյուղերում։ Հաջորդ տարվա ընթացքում ծրագիրը կսկսի տրամադրել առաջնային բուժօգնություն Սյունիքի և Տավուշի մարզերի անապահով երեխաներին և նրանց ընտանիքներին։